Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Facebook-յան ալիքներում, Կոնտակտում, Telegram-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики! Как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая. Я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту. Для каждого человека отдельно составляю натальную карту, астрологическую матрицу. Если вам нужна моя помощь, обращайтесь. Я людей принимаю в себя в доме. Если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Дорогие мои подписчики, каждую субботу, воскресенье у меня прямые эфиры, где я отвечаю на ваши вопросы. Я знаю, что много моих подписчиков, они разговаривают, понимают только русский язык. Вы можете тоже давать ваши вопросы. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, финансы, наличие негатива, здоровье. Я с большим удовольствием на ваши вопросы тоже буду отвечать на русском. Ինչպես գիտեք, սիրելիներս, ես ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, գրեք ձեր անունը, գրեք ձեր տարիքը, նաև գրեք ձեր հարցի ոլորտը, անձնական, ֆինանսական, առողջական, նաև կարող եք այսպիսի հարցեր տալ, թե ձեր վրա կա որևէ տեսակի նեգատիվ թե ոչ։ Ես նման հարցերին նույնպես պատասխանում եմ։ Եթե ես զգամ, որ ձեր խնդիրը, ձեր պրոբլեմը դա որևէ կերպ կապված է ինչ-որ նեգատիվի հետ, ես դա նույնպես բարձրաձայնելու եմ։ Սիրելիներս, կարող եք դուք եք որպես շնորհակալություն, որպես էներգիայի փոխադրում, ուղարկեք ձեր նվերները, ուղարկեք ձեր լայքերը, կարող եք գրանցվել նման ձևով իմ ալիքներին և նման ձևով մեր մեջ կլինի էներգիայի փոխակերպում։ Սկսենք, սիրելիներս, սկսենք։ Բարև ձեզ։ Լիլիթ 27 տարեկան, աշխատանք գտնեք թե ոչ։ Լիլիթ 27 տարեկան, աշխատանք գտնեք թե ոչ։ Սիրելիս, դուք գրել եք, որ ձեր երեխան չի խոսում, անհատական ինձ դիմեք, մենք դրա վերաբերյալ կխոսենք, ես զգամ, որ եթե իմ հնարավորությունները իմ օգնեն, ես կարող եմ օգնել, անհատական ինձ գրեք, անհատական։ Ես կտեսնեմ, դա խնդիրը ֆիզիոլոգիական է, կամ ինչ-որ էներգետիկայի կատարած գործողություն է, խնդիր է, ես դա անպայման կլուծեմ, բայց անպայման գրեք անհատական, որպեսզի ես կարողանամ որոշել ինչպես այդ հարցին մոտենալ։
Լիլիթ 27 տարեկան անձնական աշխատանք կգտեք, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Սիրելի Լիլիթ, ընդհանրապես ցույց է տալիս ձեր եւ անձնական ոլորտում եւ ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Ձեզ թվում է, թե ձեր անձնականը քնած է, ձեզ թվում է, թե դուք չեք կարողանում ֆինանսական հաջողություններ ունենալ, այսինքն ցույց է տալիս, որ ձեր տեղ բացվում է հնարավորություններ, ձեր տեղ բացվում է ճանապարհներ, իհարկե Աստծո ձեռքով, Աստծո կամքով եւ աշխատանքի հնարավորություն լինելու, նաև ձեր անձնական հարաբերությունների քնած իրավիճակի մեջ լինելու է արթնացում։ Տարում 35 տարեկան աշխատանք կգտնեք հունվար ամսին։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Տարոնին։ Տարոն աշխատանք գտնեք, թե ոչ։ Սիրելի Տարոն, այո, դուք ինչ-որ երազանքներ ունեք, նպատակներ ունեք, ձեր երազանքը նպատակը եւ անձնական ոլորտում է կատարվելու եւ աշխատանքային ֆինանսական ոլորտում, այո, դուք կգտնեք աշխատանք, դուք անպայման կգտնեք աշխատանք, սիրելի Տարոն։ Լաուրա 34 տարեկան, ինչ է սպասում 26 թվականին մեր սիրելի Լաուրայի, տեսնենք ինչ է ասում տիեզերքը, Լաուրա 34 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Լաուրա, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա անեզք, որի պատճառով ոչ մի լավ բան ցույց չի տալիս, ընդհակառակը կլինեն խնդիրներ եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում, եւ առողջական ոլորտում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Լաուրա, կատարեք մաքրման գործողություն, մաքրվեք այս նեգատիվից եւ նոր հնարավոր է, որ ձեր կյանքի մեջ մտնի փոփոխություն, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն, քանի կայաց նեգատիվը սիրելի Լաուրա, ինքը տարօրինակ ձևով ամեն ինչ քանդում է, ամեն ինչ ավիրում է։ Անուշ 40 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Անուշ 40 տարեկան ընդհանուր, Անուշ 40 տարեկան ընդհանուր, սիրելի Անուշ, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա տոհմական անեզք, կլինի խնդիրներ, կլինի պրոբլեմներ, կլինի մահեր մոտ հարազատների մեջ, գիտեք ինչ սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ցույց է տալիս, որ դուք եկեք կախնել եք այնպիսի փակուղու առաջ, որ չեք կարողանում այդ փակուղուց դուրս գալ, ընդհանրապես ցույց է տալիս, որ ձեր կյանքը երբեք հեշտ չի եղել, այս նեգատիվը ոչ թե նոր է եղել, այս նեգատիվը դուք ծնված օրվանից ձեր վրա կրում եք, ձեր մոտ ամեն ինչ պրոբլեմատիկ է, ոչ մի բան ավարտական չի ասված, կա եւ ֆինանսական խնդիրներ, կա եւ առողջական խնդիրներ, կա եւ անձնական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որովհետեւ ցույց է տալիս, որ այնպիսի խնդիրների առաջ եք կանգնած, որ դուք ի վիճակի չեք լինի մենակ առանց ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրելու այդ իրավիճակից դուրս գաք։ Գրիգոր 30 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Գրիգորի համար, Գրիգոր 30 տարեկան, Գրիգոր 30 տարեկան,
Սիրելի Գրիգոր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա կնոջ կողմից կատարված թուղթուղիր, կնոջ կողմից կատարված մագիա եւ կախարդանք, որի պատճառով չի լինում հաջողություն ոչ անձնական ոլորտում, ոչ գործնական ոլորտում։ Սիրելի Գրիգոր, դիմեք էքստրասենսին, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի հաջողություն, այս նեգատիվը ձեր հաջողությունների ճանապարհները փակում է եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Սիրելի Գրիգոր, անհաբաղ հարկավոր է ձեր բազատվել այդ նեգատիվից, որպեսզի դուք հասկանաք, թե ձեր ճակատագրով ինչքան լավ բան է տվել տիեզերքը, բայց այդ նեգատիվը ամբողջովին փակում է, դուք չեք կարողանում առաջ գնալ, ձեզ թվում է, թե մի քայլը կատարում եք 15,000 քայլ հետ եք գնում։ Թամարա 58 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Թամարայի համար։ Թամարա 58 տարեկան, սիրելի Թամարա, կա անձնական խնդիրներ, ոնց որ տարօրինակ իրավիճակ է, ոնց որ անձնական կյանքիդ մեջ խնդիրներ է առաջացել, սիրելի Թամարա, գիտեք ինչ, ճիշտ է, կան խնդիրներ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, ոնց որ եկել եք փակուղային իրավիճակի առաջ եք կանգնել, սիրելի Թամարա, բայց իմացեք, որ ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ինչ խնդիրներ կան, ինչ խնդիրներ կան ձեր ֆինանսական ոլորտում, ձեր անձնական ոլորտում, սիրելի Թամարա, դուք այդ խնդիրները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված։ Այո, դուք այդ հաջողությանը, սիրելի Թամարա, ամբողջովին արժանի եք։ Հայկուհի 34 տարեկան, բալիկ կունենաք, թե ոչ։ Հայկուհի 34 տարեկան, բալիկ կունենաք, թե ոչ։ Տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հայկուն։ Հայկուհի 34 տարեկան, բալիկ կունենաք, թե ոչ։ Դժվարություններ է ցույց տալիս, սիրելի Հայկուի, այո, կան դժվարություններ, կան խնդիրներ եւ ձեր առողջական ոլորտում, բայց իմացեք, որ դուք բալիկ կունենաք, ճիշտ է բժիշկների միջամտությամբ, ճիշտ է ինչ-որ ֆինանսական ներդրումներով, սիրելի Հայկուի, բայց դուք երեխա կունենաք, սիրելի Հայկուի, Վահե 22 տարեկան, կկալանավորվեք, թե ոչ։ Վահե 22 տարեկան, կալանավորում կլինի, թե ոչ։ Տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վահեի համար։ Վահե 22 տարեկան, կլինի կալանք, թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Վահե, կա խնդիրներ, կա խնդիրներ։ Գիտեք ինչ, սիրելի Վահե, ես չեմ տեսնում վտանգավոր իրավիճակ, եթե նույնիսկ կալանք էլ լինի, շատ փոքր ժամանակային տևողությամբ է, ցույց է տալիս, որ հնարավոր է, որ լուծումներ լինի ի օգուտ ձեզ։ Եթե նույնիսկ կալանք է լինի, շատ կարճ ժամանակահատվածում։ Արփիկ 46 տարեկան, բալիկ կունենաք, թե ոչ։ Արփիկ 46 տարեկան, բալիկ կունենաք, թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Արփիկ։
Կա խնդիրներ, գիտեք ինչ սիրելի արփիկ, դուք չեք ունենա բալիկ, որովհետև ձեր վրա կա նեգատիվ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, այս նեգատիվը փակում է և ձեր բալիկ ունենալու հնարավորությունը, և ձեր անձնական երջանկությունը, և ձեր ֆինանսական հաջողությունը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո սիրելիս հնարավոր է, որ կարողանաք ունենալ բալիկ։ Մայրամ Գևորգ, ինչ է ձեր հարցը, գրեք, որպեսզի ես կարողանամ ձեր հարցին պատասխանեմ։ Մայրամ Գևորգ, հարցը։ Աշոտ 45 տարեկան անձնական Աշոտ 45 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը Աշոտին Սիրելի Աշոտ, կա խնդիրներ, կա պրոբլեմներ, կա դժվարություններ Սիրելի Աշոտ, ձեր անձնականը փակված է Ձեր վրա կա կախարդան, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա մոգություն, որի պատճառով և անձնական պրոբլեմներ կա, և ֆինանսական պրոբլեմներ կա, նաև կլինի առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Աշոտ, նոր հնարավոր է անձնական, նոր հնարավոր է ֆինանսական հաջողություն Մայրամ Գևորգ Սեր կա թե ոչ Մայրամ Գևորգ Կա խնդիրներ, սիրելի Մայրամ, սիրելի Գևորգ բայց կա սեր, կա սիրային էմոցիա, եթե նույնիսկ խնդիրներ է կա, պրոբլեմներ է կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաջողությամբ դուրս եք գալիս, այո կա սեր։ Ալեքս 21 տարեկան, ինչ է սպասվում, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ալեքսի համար, Ալեքս 21 տարեկան, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ, սիրելի Ալեքս, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ճիշտ է կա խնդիրներ, բայց նաև կա այդ խնդիրների պրոբլեմների լուծում։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Ալեքս, ձեր երազանքը, ձեր նպատակը կատարվում է։ Ջուլի 20 տարեկան անձնական Ջուլի 20 տարեկան անձնական Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ջուլիի համար Ջուլի 20 տարեկան անձնական Սիրելի Ջուլի Ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա որի պատճառով ձեր անձնականը փակված է, ձեր անձնականը գալիս տեղ չի հասնում, դուք էլ եք զգացել, որ ձեր անձնական ոլորտում կա խնդիրներ, սիրելի Ջուլի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը, այս թուղթուգիրը, այս անեծքը ձեր վրայից մաքրեք և կլինի անձնական հաջողություն։ Եթե դուք դա չմաքրեք, սիրելի Ջուլի, ընդհակառակը ժամանակ կկորցնեք և նորից կկանգնեք այդ բարդությունների, այդ խնդիրների առաջ։ Աննա 39 տարեկան առողջական Աննա 39 տարեկան առողջական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար Աննա 39 տարեկան առողջական Սիրելի Աննա
ձեր առողջական խնդիրը դա սովորական ֆիզիոլոգիական խնդիր չէ։ Սիրելի Աննա, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապակինում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի եւ լսեք կատարեք բժշկի ցուցումները եւ կատարեք էքստրասենսի ցուցումները։ Պետք է ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրվի, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապակինում։ Սիրելի Աննա, դուք եք հասկացել, որ այդ հիվանդությունը դա տարօրինակ հիվանդություն է։ Անպայման դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրում, նոր կլինի լավացում, նոր կլինի ապակինում։ Եթե ձեր բիոէներգետիկ դաշտը չմաքրեք, սիրելի Աննա, բուժօգնությունը ձեզ գիտեք ինչ Այդքան էլ օգուտ չի տա, տարօրինակ ձևով ինքը ձեզ չի կարողանա այդ իրավիճակից հանի ընկթագարակը, քանի գնա այնքան կբարտանա։ Սվետա 22 տարեկան, բալիկ կունենաք թե ոչ։ Սվետա 22 տարեկան, բալիկ կունենաք թե ոչ։ Կանխնդիրներ, սիրելի Սվետա։ Սիրելի Սվետա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով հնարավոր է եւ անձնական խնդիրներ ունենաք, ամուսնալուծություն, բաժանություն, նաեւ բալիկ ունենալու ճանապարհն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանով կարող է եւ բալիկ ունենաք, հնարավոր է նաեւ անձնական այդ տարօրինակ խնդիրներից եւ պրոբլեմներից ձերբազատվեք։ Եթե այդ նեգատիվը մնա, սիրելի Սվետլանա, ոչ թե բալիկ, նաեւ հնարավոր է լինի բաժանություն։ Արոք 47 տարեկան, անձնական Արոք 47 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արոյի համար։ Արոք 47 տարեկան անձնական։ Ոնց որ քնած է ձեր անձնականը, սիրելի Արոն։ Գալիս տեղ չի հասնում, դժվարություններ է ցույց տալիս, չեք կարողանում, բայց այդ դժվարությունները ցույց է տալիս, որ այո կան, բայց նաև հաղթահարելի են։ Ձեր սկզբից ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, հետո նաև հաջողություն կլինի ձեր անձնական ոլորտում։ Քնած իրավիճակից անձնական ոլորտում կլինի լավացում, կլինի արթնացում։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Միհրան 20 տարեկան, այս տարի կլինեք ունենաք հաջողություն թե ոչ։ Միհրան 20 տարեկան։ Տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Միհրանի համար։ Սիրելի Միհրան, ձեր ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Դուք անպայման կունենաք հաջողություն եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Ինչ երազակներ, նպատակներ որ ունեք, սիրելի Միհրան, ձեր երազակները, նպատակները կատարվելու են։ Անուշ 49 տարեկան անձնական, Անուշ 49 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անուշի համար։ Անուշ անձնական։ Սիրելի Անուշ,
ձեր հասնական ոլորտում կլինի հաջողություն, կլինի երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, դա կկատարվի։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից հաջողությամբ դուրս եք գալիս։ Լիլիթ 31 տարեկան անձնական Լիլիթ 31 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար Լիլիթ 31 տարեկան անձնական Սիրելի Լիլիթ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ, ձեր անձնականը փակված է, որպեսզի լինի անձնական երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդակը, այս մագիան ձեր վրայից մաքրեք եւ կլինի անձնական, քանի կա այս նեգատիվն ու կախարդակը, ես ձեր մոտ անձնական հաջողություն չեմ տեսնում, կարող է նաեւ լինի առողջական խնդիրներ։ Սուսի 21 տարեկան անձնական Սուսի 21 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սուսիի համար Սուսի 21 տարեկան անձնական Սիրելի Սուսի, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, հաջողություն է ցույց տալիս ձեր անձնական ոլորտում։ Անժելա 22 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար Անժելա 22 տարեկան անձնական Սիրելի Անժելա, ձեր վրա կա թուղթուգեր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեծք, որի պատճառով ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք Մաքրման գործողություն, սիրելի Անժելա, նոր կլինի անձնական, նոր կլինի երջանկություն, քանի կա նեգատիվը չի լինի անձնական։ Բարև ձեզ, շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Կարինե 60 տարեկան Տեսնենք ինչ ասում տիեզերքը ձեր ժառանգության հետ կապված Կարինե 60 տարեկան Ընդհանրապես սիրելի Կարինե ցույց է տալիս, որ խնդիրներ կան ձեր ժառանգության հետ կապված, որովհետև ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեծք, ձեր վրա կա կախարդակ, քանի կա այս նեգատիվը սիրելի Կարինե, ժառանգության ոլորտում չի լինի հաջողություն, որպեսզի ժառանգության ոլորտում գործարքներում ունենաք հաջողություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք սիրելի Կարինե, նոր հնարավոր է որ ժառանգությունը լինի իօգուտ ձեզ, քանի կա այս նեգատիվը ինքը չի թողնում, որ ժառանգության հարցում լինի հաղթանակներ։ Մայրամ 23 տարեկան անձնական Մայրամ 23 տարեկան անձնական Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար Մայրամ 23 տարեկան անձնական Սիրելի Մայրամ, ձեր մայրական ազգը անեծքի տակ է եւ այս նեգատիվը ամբողջովին փակում է ձեր անձնականը դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի այս մայրական տոհմի անեծքը ձեր վրայից մաքրեք կլինի անձնական, կլինի երջանկություն քանի այս մագիան կա, քանի այս անեծքն ու նեգատիվը կա սիրելի Մայրամ չի լինի անձնական
Բարև ձեզ, Кристина, 39 лет, личная жизнь. Посмотрим, что говорит Всевышний. Кристина, 39 лет. Дорогая Кристина, на вас есть магия, на вас есть магическое воздействие, у вас закрыто личное, у вас проблемы не только в личной жизни, у вас проблемы и в финансовой сфере. Обращайтесь к экстрасенсу, делайте чистку, избавьтесь от этого негатива, и, может быть, дорогая Кристина, у вас откроются дороги, у вас откроются возможности и в личных отношениях, и в финансовой сфере. Роза 41 տարեկան ազնական. Ռոզա 41 տարեկան ազնական. Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Дорогая Кристина, на моих сайтах там есть мой номер телефона. Вы можете писать на WhatsApp, на Viber, на Messenger, как вам удобно. Вам тоже спасибо, дорогая. Կայանե Արայիկ, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Կայանեի և Արայիկի համար, Կայանե Արայիկ, սիրելի Կայանե, սիրելի Արայիկ, կա խնդիրներ, կա պրոբլեմներ և ազնական ոլորտում, և գործնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները, այդ պրոբլեմները ժամանակավոր են, դուք այդ իրավիճակներից դուրս կգաք հաջողությամբ և հաղթանակով։ Գրեք, ես նորից կնայեմ։ Արթուր Արթուրը կծանոթացնի Արմինեին իր ընտանիքի անդամների հետ։ Արթուր կծանոթացնի իր ընտանիքի անդամների հետ Արմինեին։ Սիրելիս, ոչ, ցույց է տալիս, որ ցեվրական նեգատիվ հնարավոր է եւ Արթուրի, հնարավոր է եւ Արմինեի վրա, որի պատճառով ազնական հաջողություն ցույց չի տալիս, որբիսի լինի ազնական հաջողություն, որբիսի լինի երջանկություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի ազնական հաջողություն, նոր անհապաղ կծանոթացնի, քանի կա այս նեգատիվը չեմ տեսնում, որ կծանոթացնի։ Բարև ձեզ, Հասմիկ 31 տարեկան, կլինի հղիություն, թե ոչ։ Հասմիկ 31 տարեկան, կլինի հղիություն, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Հասմիկի համար։ Այո, սիրելի Հասմիկ, հղիություն կլինի։ Ռոզա 41 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Ռոզայի համար։ Ռոզա 41 տարեկան,
Սիրելի Ռոզա, ձեր վրա կա տոհմական անեծք, հնարավոր է հայրական ազգի կողմից։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս տոհմական անեծքը ձեր վրայից մաքրեք, սիրելի Ռոզա, որպեսզի լինի հաջողություն, ձեր եւ անձնականն է փակված, եւ ֆինանսականն է փակված, վազում եք, էներգիա եք կորցնում, ոչ մի արդյունք չկա։ Սիրելի Ռոզա, անպայման ձեր բազատվեք այս նեգատիվից, որովհետև դուք միայն ժամանակ եք կորցնում, միայն էներգիա եք կորցնում, խնդիրներ, պրոբլեմներ եւ այդ խնդիրների պրոբլեմներից ոչ վերջ կա, ոչ էլ ավարտ։ Սոֆիա 45 տարեկան, այսօրվա մեջ կկատարվի այն ինչ որ մտապահել եք։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը, սիրելի Սոֆիա։ Սոֆիա 45 տարեկան, կկատարվի ձեր երազանքը, թե ոչ։ Այո, ձեր երազանքը կկատարվի, ինչ նպատակ երազանք որ կա այսօրվա համար, ձեր երազանքն ու նպատակը կկատարվի։ Սիրելի Սոֆիա, Արփինե Արթուր, ամուսնություն կլինի թե ոչ։ Արփինե Արթուր, ամուսնություն կլինի թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արփինեի եւ Արթուրի համար։ Այո, կլինի ամուսնություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ձեր դեմ բացվում է հնարավորություններ։ Ձեր դեմ բացվում է հնարավորություններ։ Այո, կլինի ամուսնություն։ Լուսինե 41 տարեկան, այսօր զանգ ստանաք թե ոչ։ Լուսինե 41 տարեկան, ընդհանրապես սիրելի Լուսինե ցույց է տալիս, որ ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, ձեր բազատվեք այս նեգատիվից, որպեսզի ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինի հաջողություն, լինի երջանկություն։ Եթե նույնիսկ զանգեր ստանաք, դրա արդյունքը այդքան էլ դրական չի լինի, անպայման ձեր բազատվեք այս նեգատիվից, որպեսզի լինի հաջողություն։ Ազատ Սիրելի Հասմիկ, որպեսզի ես կարողանամ ասել ձեր երեխայի սերը, դուք կարող եք ինձ անհատական գրել, դիմել, ես անպայման կասեմ տղա է թե աղջիկ, անհատական դիմեք կասեմ։ Ազատ 26 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ազատին։ Ազատ 26 տարեկան ընդհանուր։ Կա խնդիրներ, սիրելի Ազատ, կա պրոբլեմներ, կա պրոբլեմներ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջող, լինելու է երջանկություն։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Վերգինե 18 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վերգինեի համար։ Վերգինե 18 տարեկան ընդհանուր։ Սիրելի Վերգինե, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք սիրելի Վերգինե, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։
Աստղիկ 30 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի աստղիկի համար։ Շնորհակալ եմ նվերների համար։ Աստղիկ 30 տարեկան ընդհանուր։ Աստղիկ 30 տարեկան ընդհանուր։ Սիրելի աստղիկ ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, եթե նույնիսկ խնդիրներ կա, եթե նույնիսկ պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից դուրս եք գալիս, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, կլինեք երջանիկ դուք սիրելիս, եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն եւ գործնական ոլորտում։ Սյուզի 40 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սյուզիի համար։ Սյուզի 40 տարեկան։ Շնորհակալ եմ սիրելի Սյուզի ձեր նվերների, ձեր լայքերի համար։ Սիրելի Սյուզի, ուշադրություն դարձրեք ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդակ։ Հնարավոր է տոհմական անես, հատկապես հայրական ազգի կողմից։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, ձեր եւ անձնականն է փակված, ձեր եւ գործնականն է փակված, վազում եք, վազում անարդյունք, ապարդյուն, ժամանակ եք կորցնում, էներգիա եք կորցնում եւ հաջողություններ չկա։ Անհաբաղ դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից սիրելի Սյուզի եւ անձնական կլինի եւ գործնական կլինի։ Այդ նեգատիվը ձեր կյանքի բոլոր ոլորտները փակել է, բոլոր ոլորտների մեջ առաջացնում է խնդիրներ եւ պրոբլեմներ։ Սամվել 47 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար։ Սամվել 47 տարեկան։ Սիրելի Սամվել, կան խնդիրներ, ձեր վրա կա թուղթուղիղ, ձեր վրա կա մագիա, որի պատճառով ձեր կյանքի բոլոր ոլորտներում խնդիրներ, անձնականը փակված է, գործնական չկա, կա նաև առողջական խնդիրներ, սիրելի Սամվել։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սամվել, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, ամբողջովին փակված է ձեր կյանքի անընդհատ խնդիրներ, պրոբլեմներ։ Բարև ձեզ, Կոհար 34 տարեկան ընդհանուր։ Կոհար 34 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կոհարի համար։ Կոհար 34 տարեկան ընդհանուր։ Սիրելի Կոհար, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն։ Չկա անձնական, չկա ֆինանսական։ Ինչ հիմքեր ունեք, այդ հիմքերը նույնպես քանդվում են, քայքայվում են։ Ինչին ձեր եք տալիս, չի ստացվում, սիրելի Կոհար։ Անհաբաղ դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի երջանկություն, փակված է, եկել եք, ձեզ թվում է, քայլում եք, առաջ եք գնում, ընդհակառակը ձեր կյանքի մեջ ոչ մի դրական բան չկա, ամեն ինչ թերի է, ամեն ինչ կիսատ, ամեն ինչ բացասական։ Բարև ձեզ, ես ձեզանից եմ շատ ուրախ եմ ձեր նվերների համար, ձեր լայքերի համար, ձեր սրտիկների համար։
դիմեք էքստրասենսի, դիմեք ես կասեմ, այսպես չեմ կարող ասել, անհատական որ դիմեք ես անհապաղ կասեմ, թե ով է կատարել և որտեղից է գալիս, հրաչ 41 տարեկան ընդհանուր, հրաչ 41 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի հրաչի համար, հրաչ 41 տարեկան ընդհանուր, սիրելի հրաչ ձեր ասնական ոլորտում, ձեր գործնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից ձեր բազատվում եք, այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս հաղթանակով, Արմինե 46 տարեկան, տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար, Արմինե 46 տարեկան, Սիրելի Արմինե ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, կա առողջական խնդիր, չկա անձնական, չկա ֆինանսական, ամեն ինչ թերի է, ամեն ինչ կիսատ է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը, այս մագիա, այս կախարդանքը ձեր վրայից մաքրեք, որպեսզի լինի հաջողություն, փակված է ձեր մոտ ամեն ինչ, Նարինե 56 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար, Նարինե 56 տարեկան, Նարինե 56 տարեկան, Սիրելի Նարինե, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում, հնարավոր է կան առողջական խնդիրներ, դուք այդ առողջական խնդիրներից նույնպես դուրս եք գալիս հաղթանակով, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, այդ խնդիրները, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաղթական ժամանակահատված, Սամվել 47 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար, Սամվել 47 տարեկան ընդհանուր, Սիրելի Սամվել, կա խնդիրներ ֆինանսական, սիրելի Սամվել, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա կապ, ձեր վրա կա կախարդակ, և անձնական դե փակված, և գործնական դե փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սամվել, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, փակված է ձեր մոտ ամեն ինչ, ձեր վրա կա կատարված թուղթուղիր, սիրելի Սամվել, Միշա 32 տարեկան, ամուսնություն կլինի այս տարի, թե ոչ, Միշա 32 տարեկան, ամուսնություն կլինի այս տարի, թե ոչ, այո, կլինի, սիրելի Միշա ամուսնություն, կլինի ամուսնություն, այս տարի կլինի, բարև ձեզ, Նոնա 27 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նոնայի համար, Նոնա 27 տարեկան, Սիրելի Նոնա, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Նոնա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ռիթա 67 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Ռիտայի համար,
Ռիտա 67 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում։ Կա խնդիրներ սիրելի Ռիտա ֆինանսական ոլորտում, սիրելի Ռիտա ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա տոհմական անեծք, եւ անձնական ոլորտն է պրոբլեմատիկ եւ ֆինանսական ոլորտն է պակված, կա նաեւ առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, սիրելի Ռիտա, ձեր բազատվեք այս անեծքից եւ դուք ձեր կյանքի մեջ կհասկանաք, թե ինչ է երջանկությունը, ինչ է հաջողությունը։ Այս տոհմական անեծքը ձեր կյանքը դարձրել է ցավոտ։ Դուք ոչ թե քայլում եք սովորական ճանապարհով, դուք անընդհատ քայլում եք, գիտեք ինչ մեխերի վրա, անընդհատ խնդիրներ, անընդհատ խնդիրներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի սկսվի ձեր համար հաջողության ժամանակահատվածը։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ նվերների համար, լայքերի համար։ Էդգար 23 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդգարի համար։ Էդգար 23 տարեկան ընդհանուր։ Սիրելի Էդգար, ձեր տան վրա կա թուղթուղիր, ձեր տան վրա, ձեր տոմի վրա կա թուղթուղիր, ձեր տոմի վրա կա անեծք, որի պատճառով չկա հաջողություն, չկա երջանկություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի հաջողություն։ Դուք դեռ երիտասարդ եք, անտեղի ժամանակ մի կորցրեք, ձեր բազատվեք այս նեգատիվից եւ կլինի երջանկություն, քանի այս նեգատիվը ինքը կփակի ձեր հաջողության ճանապարհը։ Բարև ձեզ, Արթուր 40 տարեկան, կլինի ամուսնություն, թե ոչ։ Արթուր 40 տարեկան, կլինի ամուսնություն, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 40 տարեկան, կլինի ամուսնություն, թե ոչ։ Կա խնդիրներ, սիրելի Արթուր, կլինի ամուսնություն, ճիշտ է, կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց այդ խնդիրները, այդ դժվարությունները հաղթահարելի են, կլինի ամուսնություն, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում։ Էմա 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էմայի համար։ Էմա 34 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էմայի համար։ Էմա 34 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Էմա, ձեր եւ անձնականն է փակված, եւ գործնականն է փակված, կա խնդիրներ ձեր կյանքի բոլոր ոլորտներում, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա անեծք, սիրելի Էմա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Էմա, նոր եւ անձնական հաջողություն կլինի եւ ֆինանսական հաջողություն։ Քանի կա այդ նեգատիվը, սիրելի Էմա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի խնդիրներ, կլինի պրոբլեմներ։ Շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, շատ շնորհակալ եմ, անչափահասներին չեմ նայում։ Զարա 27 տարեկան։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Զարայի համար։ Զարա 24 տարեկան։
Զարա 24 տարեկան Սիրելի Զարա կա խնդիրներ սիրելի Զարա կա խնդիրներ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում գիտեք ինչ դժվարություններ է ցույց տալիս սիրելի Զարա ցույց չի տալիս թուղթուղի ցույց չի տալի անեսք բայց ցույց է տալիս որ սիրելի Զարա ձեր վրա հնարավոր է որ կան նավս հնարավոր է որ կան մարդիկ ովքեր որ ձեր վրա ոսոր աշկ են գցում ձեր վրա, նավսում են ձեր գործերը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրեք այդ նավսը, մաքրեք այդ նավսի էներգետիկան ձեր վրայից, նաև դրեք ձեր վրա պաշտպանություն, որպեսզի նորից այդ մարդիկ ձեր գործերի վրա իրենց չար մագիան, իրենց չար նեգատիվ էներգիան չտարածեն, նոր դրանից հետո հնարավոր է որ լինի հաջողություն այս նեգատիվը խլում է ձեր էներգետիկան եւ անձնական ոլորտում ոչ մի բան չի ստացվում եւ գործնական ֆինանսական ոլորտում ոչ մի բան չի ստացվում Վարդան 27 տարեկան կդատվի թե ոչ Վարդան 27 տարեկան կդատվի թե ոչ տեսնենք ինչ է ասում դիեզերքը ոչ չեմ տեսնում ընդհակառակը լավ լուր կա հնարավոր է որ դատավարությունը լինի իօգուտ ձեզ սիրելի Վարդան Ռիթա 65 տարեկան տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Ռիթայի համար Ռիթա 65 տարեկան Սիրելի Ռիթա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն, եթե ինչ-որ խնդիրներ է կա, պրոբլեմներ է կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ինչ երազանքներ, նպատակներ ունեք ձեր համար, ձեր հարազատների համար, ձեր ընտանիքի համար, ձեր այդ երազանքները, նպատակները կատարվելու են Ալեքս 21 տարեկան տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Ալեքսի համար Ալեքս 21 տարեկան Սիրելի Ալեքս ձեր վրա կա թուղթուղի, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեսք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուք դեռ երիտասարդ եք, դուք հնարավորություն ունեք եւ երջանիկ լինելու եւ հարուստ լինելու, բայց քանի կա այս նեգատիվը ինքը հնարավոր է ոչ թե հնարավոր է, այլ 1000% կփակի ձեր եւ երջանկության ճանապարհը եւ հաջողության ճանապարհը Սիրելի Գայանե, անունը գրեք, ում հետ կլինեք միասին Գայանե, տղամարդու անունը, նոր հարցը Ղևոնդ 33 տարեկան, տեսնենք ինչ ասում դիեզերքը մեր սիրելի Ղևոնդի համար Ղևոնդ տեսնենք ինչ ասում Սիրելի Ղևոնդ, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, կլինի երջանկություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, հատկապես ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն, Գայանե, Արթուր, կլինեք միասին թե ոչ Գայանե, Արթուր, կլինեք միասին թե ոչ, տեսնենք ինչ է ասում դիեզերքը, կլինեք միասին, այո, կլինեք միասին, Լիանա 48 տարեկան ազնական, տեսնենք ինչ է ասում դիեզերքը մեր սիրելի Լիանայի համար, Լիանա 48 տարեկան անձնական
Կախնդիրներ սիրելի Լիանա ձեր ազնագանը մեջ, բայց դուք այդ խնդիրներից դուրս եք գալիս, ձեր ազնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե խնդիրները կա, պրոբլեմները կա, այդ պրոբլեմներից, խնդիրներից դուրս եք գալիս, հաղթանակով լինելու է ազնական հաջողություն, ինչ երազանք որ ունեք, ձեր այդ երազանքները կատարվելու են։ Շմավոն 22 տարեկան ազնագան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Շմավոնի համար։ Շմավոն 22 տարեկան ազնագան, սիրելի Շմավոն ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոմական անեցք, ձեր ազնագանը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, որպեսզի լինի անձնական, քանի կա այս նեգատիվը սիրելի Շմավոն, դուք եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում չեք ունենա հաջողություն, կլինեն խնդիրներ, կլինեն պրոբլեմներ։ Անահիտ 35 տարեկան ազնագան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 35 տարեկան ազնագան, սիրելի Անահիտ ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա գիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Անահիտ, որպեսզի լինի ազնագան, ձեր ազնագանը անընդհատ քանդվում է, անընդհատ փակվում է, սիրելիս դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուք դեռ ժամանակ ունեք, որպեսզի կարողանաք ձեր ազնագանը կարգավորել։ Անի 21 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 21 տարեկան ընդհանուր, սիրելի Անի, ցույց է տալիս, որ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ է պետք։ Եթե խնդիրը կա, պրոբլեմներ կա, սիրելի Անի, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, կա երջանկություն, կա հաջողություն, ուղղակի որոշակի համբերություն ու որոշակի ժամանակ, սիրելի Անի, Ժենյա 27 տարեկան ազնագան, Ժենյա 27 տարեկան ազնագան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Ժենյայի համար։ Ժենյա 27 տարեկան ազնագան, սիրելի Ժենյա, ինչ երազանք նպատակ որ ունեք ձեր անձնական ոլորտում, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, երջանկություն է ցույց տալիս, սիրելի Ժենյա, երջանկություն է ցույց տալիս։ Հովո Անուշիկ, նորից կլինեք միասին, թե ոչ։ Հովո Անուշիկ կլինեք միասին, թե ոչ։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Հովոյի եւ Անուշիկի համար։ Այո, կլինեք միասին, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս կգաք, կլինեք միասին։ Նինա 62 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նինայի համար։ Նինա 62 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նինայի համար։
Սիրելի Նինա, ձեր վրա կա թուղթուգեր, ձեր վրա կա անեսք, որի պատճառով եւ անձնական խնդիրները, եւ ընտանեկան խնդիրները, եւ առողջական խնդիրները, եւ ֆինանսական խնդիրները։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որովհետեւ ձեր կյանքի մեջ, ձեր հարազատների, ձեր բարեկամների, ձեր ընտանիքի կյանքի մեջ լինի հաջողություն։ Սիրելի Նինա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա անեսք։ Աշխալույս 56 տարեկան անձնական Աշխալույս 56 տարեկան անձնական տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աշխալույսի համար Սիրելի Աշխալույսը ցույց է տալիս, որ եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Աշխալույս, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Մարտիրոս 28 տարեկան։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մարտիրոսի համար։ Մարտիրոս 28 տարեկան։ Սիրելի Մարտիրոս, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Մարտիրոս, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Անի 26 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Անի 26 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Անի։ Ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Անի, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Քանի կա այդ կախարդանքը, քանի կա այդ մագիան, սիրելի Անի, չի լինի հաջողություն։ Բարև ձեզ, շնորհակալ եմ ձեր նվերների, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, գրանցվեք իմ ալիքների նման ձևով, ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Կարեն 18 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար։ Կարեն 18 տարեկան անձնական։ Կա խնդիրներ սիրելի Կարեն, բայց այդ խնդիրները ժամանակավոր են ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Կարեն, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Քաթրին 58 տարեկան անձնական, շնորհակալ եմ նվերների համար։ Քաթրին 58 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Քաթրինի համար։
Սիրելի Քաթրին, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, այդ պրոբլեմներից դուրս եք գալիս, ձեր բազարվում եք։ Հաջողություն է ցույց տալիս սիրելի Քաթրին, շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար, շնորհակալ եմ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Անի 26 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անիի համար։ Սիրելի Անի, ձեր վրա կա թուղթուղի, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը, չի լինի հաջողություն։ Լուսինե հետ կգա Կարենի մոտ թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Լուսինեն հետ կգա Կարենի մոտ թե ոչ։ Կա խնդիրներ, հնարավոր է եւ թուղթուգիր կա եւ Լուսինեի եւ Կարենի վրա, որի պատճառով էլ հետ չի գա, որի պատճառով էլ եղել է բաժանություն, որպեսզի լինի հաջողություն, որպեսզի լինի միացում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, հարկավոր է որ երկուսն է մաքրվեն, նոր լինի միացում, քանի կա այս նեգատիվը միացում չեմ տեսնում։ Քաթրին 58 տարեկան, ամուսնություն կա թե ոչ, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Քաթրինի համար։ Քաթրին 58 տարեկան, այո, ամուսնություն կա, այո, ամուսնություն կա, ձեզանից էլ աշկալուսանք եմ սպասում։ Լուսինե 22 տարեկան, կտեղափոխվեք նոր տուն թե ոչ։ Լուսինե 22 տարեկան, կտեղափոխվեք նոր տուն թե ոչ։ Սիրելի Լուսինե, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով չեմ տեսնում տեղափոխություն, ընդհակառակը կարող է լինի եւ խնդիրներ, կարող է լինի եւ պրոբլեմներ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Լուսինե, նոր հնարավոր է եւ տեղափոխվեք նոր տուն, նոր հնարավոր է որ լինի հաջողություն, քանի կա այս նեգատիվը տեղափոխում չեմ տեսնում, ընդհակառակը կլինի խնդիրներ, կլինի պրոբլեմներ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ես ձեզանից եմ շնորհակալ։ Էդգար 40 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդգարի համար։ Էդգար 40 տարեկան անձնական։ Կա խնդիրներ, սիրելի Էդգար, ձեր անձնականը փակված է, ձեր ֆինանսականը փակված է, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Էդգար, եւ անձնական կլինի, եւ ֆինանսական հաջողություններ կլինի։
Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները բապավում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք, այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, համայնախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզ ի սրտե նվիրում եմ։ Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ու հետեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Սաղվերջան չկան, ոսատակնա, ոչեկան։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Սիրանուշ Սիրանուշ Արկադի Տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սիրանուշի և Արկադիի համար։ Սիրելի Սիրանուշ, սիրելի Արկադի ցույց է տալիս, որ ձեր կյանքի մեջ լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս։ Ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհները։ Հաջողություն է ցույց տալիս սիրելի Սիրանուշ, սիրելի Արկադի։ Անչափահասներին չեմ նայում։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Կոնտակտում, Facebook-յան ալիքներում։ Գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, համայնախոսություններ, ծիսակարգեր,
կանխատեսումներ գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Ամեն շաբաթ կիրակի մտնում եմ ուղիղ եթեր TikTok-ով, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ, ում որ պետք է էքստրասենսի, պայծառատեսի, կանխատեսումը, օգնությունը ձեր հարազատների, ծանոթներին, բարեկամներին նույնպես տեղեկացրեք այս ուղիղ եթերների մասին, թող իրենք էլ միանան, իրենք էլ տան իրենց հարցերը, ես էլ մեծ ուրախությամբ ձեր հարցերին կպատասխանեմ։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար, ձեր լայքերի, ձեր սրտիկների համար։ Շատ շնորհակալ եմ։ Անչափահասներին չեմ նայում, Հասմիկ 45 տարեկան, Հասմիկ Հայկ միացում կլինի թե ոչ, Հասմիկ Հայկ միացում կլինի թե ոչ, տեսնենք ինչ է ասում դեզերքը մեր սիրելի Հասմիկի և Հայկի համար, ոչ չի լինի միացում, ձեր վրա կա թուղթուկեր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով եղել է բաժանություններ, որի պատճառով չկա անձնական երջանկություն, քանի կա այս նեգատիվը չի լինի միացում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի միացում։ Նարինե 28 տարեկան, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Նարինեի համար, Նարինե 28 տարեկան, Սիրելի Նարինե, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է, չկա անձնական, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուրս եկեք այս կախարդանքից և կլինի հաջողություն, կլինի անձնական երջանկություն, ձեր մոտ ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա։ Ես մաքրման գործողություն կատարում եմ, չեմ անում թուղթուկիր, ես թուղթուկիրը մարդկանց վրայից մաքրում եմ, Տիանա 22 տարեկան անձնական, Տիանա 22 անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Տիանայի համար, Տիանա 22 տարեկան անձնական, կան խնդիրներ սիրելի Տիանա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակներ, որ ունեք սիրելի Տիանա, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ, սիրելի Տիանա։ Լաուրա 23 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Լաուրայի համար, Լաուրա 23 տարեկան անձնական, Սիրելի Լաուրա, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա տոհմական անեծք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, փակված է ձեր անձնականը, սիրելի Լաուրա, ինչին դեմ եք տալիս, ինքը փակվում է, չի ստացվում, որովհետև ձեր վրա կա տոհմական անեծք, Մերի 25 տարեկան անձնական, Մերի 25 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Մերիի համար, Մերի 25 տարեկան անձնական,
Կան խնդիրներ սիրելի մերի եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ուղղակի մի քիչ համբերություն, մի քիչ ջանասիրություն, մի հուսահատվեք, մի հիասթափվեք եւ անձնական ոլորտում կլինի հաջողություն եւ ֆինանսական ոլորտում կլինի հաղթանակներ։ Կարեն 47 տարեկան անձնական Կարեն 47 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարենի համար։ Կարեն 47 տարեկան անձնական։ Սիրելի Կարեն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարտանք, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Կարեն, նոր հնարավոր է լինի հաջողություն, նոր հնարավոր է լինի անձնական հնարավոր է լինի հաջողություն, նոր հնարավոր է լինի անձնական երջանկություն, սիրելի Կարեն։ Սևադա 45 տարեկան։ Ինչ է սպասվում։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սևադայի համար։ Սևադա 45 տարեկան, ինչ է սպասվում։ Սիրելի Սևադա, ձեր անձնական ոլորտում սպասվում է հաջողություն, երջանկություն, ընդհանրապես եթե խնդիրներ եկա, պրոբլեմներ եկա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, հաջողություն է ցույց տալիս եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում։ Նաթելա 35 տարեկան ընդհանուր Նաթելա 35 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Նաթելայի համար։ Սիրելի Նաթելա, ձեր վրա կա տոհմական անեծք, հատկապես անեծքը ձեր մայրական ազգի վրա է։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, եթե ունեք մորեղբայրներ, մորաքույրներ, կան խնդիրներ ամուսնանալու հետ, երեխա ունենալու հետ, առողջականի հետ կապված, սիրելի Նաթելա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, դուրս եկեք այս կախարտանքից, մագիայից եւ հնարավոր է լինի անձնական, հնարավոր է լինի երջանկություն, քանի կա այդ նեգատիվը ոչ մի հաջողություն ցույց չի տալիս, ընդհանրակը ամեն ինչ կորցնելու եք, ամեն ինչ քանդվելու է։ Աննա Անի, անձնական եւ ֆինանսական չէ, արա անի, անձնական եւ ֆինանսական։ Տեսնեք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արայի եւ Անիի համար։ Արա, Անի, անձնական եւ ֆինանսական։ Սիրելի Արա, սիրելի Անի, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, եթե խնդիրներ եկա, եթե պրոբլեմներ եկա, սիրելի Արա, սիրելի Անի, դուք այդ պրոբլեմներից հաղթանակով դուրս եք գալիս, ձեր դեմ բացվում է ճանապարհներ, ձեր դեմ բացվում է հնարավորություններ, եւ անձնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Լիանա 37 տարեկան ընդհանուր։ Տեսնեք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Լիանա 37 տարեկան ընդհանուր։
Սիրելի Էլիանա, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որպեսզի լինի անձնական, որպեսզի լինի հաջողություն։ Անահիտ 53 տարեկան ընդհանուր։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 53 տարեկան ընդհանուր։ Սիրելի Անահիտ, եւ ազնական ոլորտում, եւ ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, հաղթանակներ ցույց տալիս։ Արևիկ 37 տարեկան։ Տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արևիկի համար։ Արևիկ 37 տարեկան։ Արևիկ 37 տարեկան։ Սիրելի Արևիկ, ձեր եւ անձնական ոլորտում եւ ֆինանսական գործնական ոլորտներում լինելու է հաջողություն։ Ինչ երազանքներ, նպատակներ որ ունեք, սիրելի Արևիկ, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Ես ձեզանից եմ շնորհակալ, ձեր ամանորները շնորհավոր լինի, գրացվեք իմ ալիքներին, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Ամեն շաբաթ կիրակի ես մտնում եմ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին։ Շատ շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր նվերների համար, շատ Արթուր 42 տարեկան, ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արթուրի համար։ Արթուր 42 տարեկան, ֆինանսական։ Սիրելի Արթուր, ձեր ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե նույնիսկ խնդիրներ կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս, ձեր ազատվում եք։ Հաջողություն է ցույց տալիս։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ծովինար 20 տարեկան ընդհանուր։ Տեսնեք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի ծովինարի
համար, ծովինար 20 տարեկան ընդհանուր։ Սիրելի ծովինար, ձեր վրա կա թուղթուրիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա տոհմական անեծք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի ծովինար, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Այս նեգատիվը հիմնականում ձեր մայրական ազգի կողմից է գալիս։ Մաքրվեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն։ Ավարտում եմ այսօր իմ եթերը, սիրելիներս, շնորհակալ եմ ձեր նվերների համար, շնորհակալ եմ ձեր լայքերի, ձեր սրտիկների համար, ում որ չկարողացա պատասխանել, կարող եք միանալ հաջորդ շաբաթ, հաջորդ կիրակի եւ մեծ ուրախությամբ կպատասխանեմ ձեր հարցերին։ Այսքանը սիրելիներս, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ցտեսություն։